Բարև ձեզ բարեկամներ, փաստերի, անակնկալների, կարծիքների հեռուստաալիքը Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին։ Բոլոր այն անձանց, ովքեր սովորականի պես այսօր են մեզ հետ են մեր կողքին։ Գիտեք, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ասել, որ մենք ամեն անգամ, երբ տաղավար ենք հրավիրում այս կամ այն անձնավորությանը, նպատակը հենց ինչի, որ ինչ-որ մեկին հրավիրել եւ այսպես դատարկ զրույց ունենալ։ Պարզապես մենք հասկանում ենք, որ իրավիճակը գնալով երկրում այնպեսին է, որ հարկավոր է շատ լուրջ հետևություններ անել։ Եվ այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք մեր ճանաչված քաղաքագետներից մեկի Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Սուրենյանց, ես գիտեմ, թե որքան դժվար է դառնում օրեցօր ինչ-որ թեմա վերցնել ու զրուցել, առավել եւս ինչ առնչվում է մեր երկրին, մեր պետությանը։ Տեսեք, Ալիևի վերջին, այսպես ագրեսիվ հայտարարություններից սկսենք մեր զրույցը։ Ինչու է այսպես գնալով իրեն այդպես լկտի պահում Ադրբեջանի նախագահը։ Գիտեք, նախ այստեղ հերթական անգամ պետք է արձանագրենք, որ մեր իշխանությունն է մեր հասարակությանը տևական շրջան խաբում, մոլորեցնում հաստատված խաղաղության մասին լեգենդով։ Հատկապես Վաշինգտոնի համաձայնություններից հետո այնպիսի տպավորություններ եւ այս ստեղծում Հայաստանի իշխանությունը, որ այլևս խաղաղությունը հաստատված է, այլևս որևէ խնդիր չկա, խոսում են ինչ-որ ձեռքբերումների մասին, սա այն դեպքում, երբ որ ինստիտուցիոնալ խաղաղություն որպես այդպեսին չկա, իսկ մենք չունենք նույնիսկ ստորագրված փաստաթուղթ։ Շատ դեպքերում անգամ դա երաշխիք չի, եթե արդյունավետ մեխանիզմներ չկան կոնֆլիկտների կարգավորման հիմքում, բայց մեր դեպքում նույնիսկ այդ փաստաթուղթը չկա դելիմիտացիայի, դեմարկացիայի ավարտված գործընթաց, չկա ընդհանուր պատկերացում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, մեր գերիները գտնվում են Բաքվի բանտերում, մեր տարածքները 200 կիլոմետր քառակուսուց ավել օկուպացված է եւ այլն եւ այլն։ Երկրորդը բոլորս գիտենք, որ Վաշինգտոնում տեղի ունեցած ավելի շատ պրոպագանդիստական բաղադրիչ ուներ, քան իրական կարգավորման գործընթաց էր, որևէ երաշխիք չկա, որ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի չի կոչվել, որովհետև տուրբուլենտության բաղադրիչը խանգարեց դրա կյանքի կոչմանը, կյանքի է կոչվելու թրիփը։ Բացարձակ որևէ երաշխիք չկա։ Այստեղ ավելին ասեմ, որ հիմա միջազգային մամուլում մի տերմին է շրջանառվում թրամփիզմ կամ թրամփականություն, որը վերաբերելի է միջազգային հակամարտությունների կարգավորմանը, այդ տերմինի տակ հեղինակները հասկանում են բազմաթիվ հակամարտությունների կարգավորման հայտարարություն պրոպագանդիստական բաղադրիչով, առանց այդ հակամարտությունների սպეციფიკան, առանձնահատկությունները, պատմությունը, կոնֆլիկտի ուտող հակամարտող կողմերի քաղաքական եւ այլ բնավորությունները հաշվի առնելով, հա, եւ մենք գիտենք, որ Թրամփը սիրում է, չէ, խոսալ 8 կոնֆլիկտի հաղթարման մասին, այս այն երրորդը կհաղթարեմ եւ այլն, իրականում նրա նշած կոնֆլիկտներից առնվազն Կամբոջա եւ Թայլանդի կոնֆլիկտը, Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտը, Իրանի եւ Իսրայելի կոնֆլիկտը, Մերձավոր Արևելքի վերջին նախաձեռնությունը որևէ կերպ կոնֆլիկտների կարգավորման մասին պատմություններ չեն։ Այսինքն, այս պատմությունների մեջ միակ երաշխավորող անձը Թրամփն է, առանց ինստիտուցիոնալ այլ մեխանիզմների կամ լուծումների, իսկ Թրամփը ամերիկյան ընտրական համակարգն այնպիսին է, որ հավերժ չի, այսինքն 2-3 տարի հետո, երբ որ հեռանա իր պաշտոնից, շատ հնարավոր է այլ կապող բան Վաշինգտոնյան համաձայնությունների հետ ընդհանրապես չլինի։ Հիմա գանք բուն հարցին, արդեն գալիս ենք Ալիևի հայտարարություններին։ Գիտեք, սա եւս մեկ ապացույց էր, որ ոչ մի խաղաղություն էլ հաստատված չի, որտեղ Ադրբեջանի նախագահը նույն տարածքային նկրտումներն է
հրապարակավ ցուցաբերում Հայաստանի հանդեպ, մարտավարությունն է փոխվել։ Եթե միջև ենթադրենք Վաշինգտոնը կամ միջև վերջերս շեշտը դրվում է ռազմական ճնշման վրա, հիմա Ալիևը խոսում է դեմոգրաֆիկ կամ ժողովրդագրական էքսպանսիայի մասին, որը էլի էքսպանսիայի տարածված դրսևորումներից մեկն է, մեր հասարակության մեծ մասը չի էլ պատկերացնում ինչ աղետի հետ ենք բախվելու, եթե նույնիսկ ոչ թե 300,000, այլ մի քանի տասնյակ հազար ադրբեջանցի կամ բնակություն հաստատեն Հայաստանում։ Դա նշանակում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տեղափոխում սահմաններից դեպի մեր սահմաններից ներս Հայաստանի տարածք։ Դա ըստ էության, եթե կուզեք շատ ավելի անկեղծ ասեմ, ադրբեջանական մի ցանկություն է Հայաստանի այսօրվա տարածքում հայ-ադրբեջանական պետություն ստեղծելու։ Եվ սա իսկապես խոսում է այն մասին, որ ոչ մի խաղաղություն էլ հաստատված չի, Ալիևը ինչի է ամբարտավան, որովհետև որևէ խոչընդոտող հանգամանք պաշտոնական Երևանից չի տեսնում։ Եվ մի կողմից պատերազմում հաղթանակը, որը նրան ամբարտավան դառնալու հիմք է ստեղծում, մյուս կողմից Երևանի անատամ քաղաքականությունը բերել են այս վիճակին։ Իհարկե նա ցանկալի կհամարի, որ Հայաստանի ընտրություններում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որտեղ նման իշխանությունը Բաքվի համար նվեր է, բայց մյուս կողմից այս գլխից փորձում է մեր հասարակության միջազգային հանրության համար նկարագրել Նիկոլ Փաշինյանի հնարավոր վերարտադրության գինը։ Ինչ գնով է նա հանդուրժելու Փաշինյանի վերարտադրությունը։ Այստեղ նաև սիմվոլիզմ կա։ Իլհամ Ալիևը իրենց գիտությունների ազգային ակադեմիայում այդ ելույթը ունեցավ մի օր, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ազդարարեց, որ առաջադրվել է որպես պատգամավորի կամ վարչապետի տեխնացու, եթե տեղյակ եք ԿՊ-ն այս գլխից սկսել է առաջադրումները, կարծես թե Ալիևը Բաքվից ուզեցավ հասկացնել, որ լավ ես արել առաջադրվել ես, բայց ստույգ իմացի, որ դու այլևս գտնվում ես Բաքվի վասալիտետի տակ եւ Բաքվում է ձևավորվելու քո նախընտրական ծրագիրը եւ ինքը ներկայացրեց այն ծրագիրը, որը մանդատը վերաստանձնելու դեպքում Փաշինյանը պետք է իրականացնի։ Ինչ մնում է Հայաստանի իշխանության արձագանքին, խայտառակ արձագանք էր հատկապես Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Տեսեք, նա ասում է կոնֆլիկտը քաղաքական հարթության վրա չկա, կա սոցիալ հոգեբանական մակարդակում։ Սա գիտեք, երկրի ղեկավարը անհաջող ձևով փիլիսոփայական կատեգորիաների օգնությանն է դիմում, երբ քաղաքական ասելիք չունի կամ չի համարձակվում պատասխանել հարևան կամ թշնամի երկրի ղեկավարին։ Ինչ սոցիալ հոգեբանական բաղադրիչի մասին է, երբ որ Ալիևը շատ կոնկրետ ծրագրի մասին է խոսում, վերադարձի ծրագրի, որը հաստատապես համոզված են Բաքվում մշակված տարբեր ձևերով ուսումնասիրված ծրագիր է։ Առավել խայտառակ էր, երբ Նիկոլ Փաշինյանը փորձեց մեր կողմից օգտագործվող Արցախ եւ ադրբեջանցիների կողմից օգտագործվող գյոյչա տերմինների միջև, բասարգեչար տերմինի միջև հավասարություն համահարթեցնել այս տերմինները, այսպիսով նա կասկածի տակ դրեց Արցախի պետական, պատմական եւ իրավական գոյության իրավունքը, որտեղ ի տարբերություն ասենք Բասարգեչարի կամ Վարդենիսի տարածաշրջանի կամ Հայաստանի Հանրապետության Սովետական Հանրապետությունում ընդհանրապես ադրբեջանցիները ապրել են, բայց չեն ունեցել սուբյեկտություն, չեն ունեցել պետական կազմավորում։ Նրանք քաղաքացիներ են եղել առանց իրենց ազգային պետական կազմավորում ունենալու, ի տարբերություն Արցախի դեպքի, հա, Արցախ ինքնավարություն է եղել, դա պետական կազմավորման կամ պետական սուբյեկտության ձև է։ Սա մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանը չհասկացավ էլ, թե ինչպես է Ալիևի պասով ձևակերպում առաջիկա ընտրությունների քվեաթերթիկը, որտեղ լինելու է Սևան անունը եւ Գյոյչա անունը,
եւ փաստորեն ով որ ընտրում է Նիկոլ Փաշինյանին, Գյոչայի հերանեկարն է ընտրում, այսպես կոչված, կամ այդ 4-րդ հանրապետություն կոչվածի, որ ըստ էության ադրբեջանական ենթապետություն է լինելու, սա ինչ ասեմ, սա նույնիսկ պարտվողական դիրքորոշում չի, սա վասալային մտածողության դրսևորում է, սա պետական ինքնագիտակցության ոչնչացման մաստեր կլաս է Նիկոլ Փաշինյանի կատարմամբ հարմարվողականությունը այս մարդը համարում է խաղաղություն, այս մարդը ուրացման մոդելը համարում է պետականության կայացման ճանապարհ, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է եւ ես զարմանում եմ ուղղակի, ինչքան մենք պիտի բացահայտենք ու խոսենք, որպեսզի մեր հասարակությունը այլևս անհանդուրժելի համարի այս վիճակը, կամ գործող իշխանությունը հասկանա, որ իր վարած քաղաքականությունը տանում է Հայաստանի պետականության կոլապսին, եթե չասեմ Հայաստանի ադրբեջանականացմանը։ Ես պիտի ասեմ, որ այլև այն հայտարարությունը, որ մենք Հայաստան մտնելու ենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, այսպես բարեկամաբար, փաստորեն եւ ապակշրջափակման գաղափարն էլ տարածում են ադրբեջանցիները, որ տեսեք Ղազախստանից եւ այսօր էլ արդեն նաեւ Ռուսաստանի Դաշնությունից հացահատիկը Հայաստան է մտնում ադրբեջանական երկաթուղով, Վրաստանի միջոցով։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Տեսեք, նախ այդ մեքենաներով ոչ թե տանկերով վերադառնալու մասին շատ հակիրճ մեր ոչ բարով խորհրդանի նախագահը դա համարեց խաղաղասիրության դրսևորում այդ տերմինը։ Իրականում այդ տերմինը ժողովրդագրական կամ դեմոգրաֆիկ էքսպանսիայի բանաձև է, այդտեղ ոչ մի խաղաղասիրական ենթատեքստ գոյություն չունի, եթե նույնիսկ Ալիևը այդ մասին ժպիտով կամ սարկազմով է ասում, այդտեղ որևէ խաղաղասիրական նոտա չկա։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, որն անշուշտ շատ լուրջ հարց է, նախ մի զարմանալի բան բացահայտեմ մեր հեռուստադիտողների համար։ Ադրբեջանում հայկական բեռների համար տարանցման արգելքի վերացումը դա Վաշինգտոնյան համաձայնությունների հետ որևէ կապ չունի։ Բացարձակապես։ Ինչպես տեսնում եք, այս թեմայի շուրջ արևմուտքից ոչ մի հիացական արտահայտություններ չեն էլ հնչում։ Սա հաջորդել է Ադրբեջանի նման որոշումը Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին, սա ավելի ստույգ Պուտինի եւ Ալիևի հանդիպմանը, ըստ երևույթին այդ հանդիպման ժամանակ է ձեռք բերվել այս համաձայնությունները, որովհետեւ այսօր էլ հենց մեր հաղորդման տեսագրության պահին տարածվեց Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը, որը սա շատ կարևոր քայլ է համարում ռեգիոնալ ինտեգրացիայի, կոմունիկացիաների ապաշրջափակման ճանապարհին եւ այլն, եւ ակնհայտորեն հասկացնում է, որ այս process-ը իրենց մոդերացիայի տակ է տեղի ունեցել, այսինքն ռուսական նախաձեռնություն է։ Հիմա գանք ըստ էության, գիտեք, որևէ մեկը չէր ասում, որ երբ որ Ադրբեջանը տարանցման խոչընդոտները վերացրել է մեր բեռների համար, դա վատ բան է։ Բայց ոչ էլ պիտի հիացմունքով այդ փաստին նայենք, որտեղ տարանցման արգելքը եթե վերացել է, օրինակ պետքա դիտարկենք հիմա։ Սա ավելի շատ տնտեսագետների հարթության հարց է, ոչ թե քաղաքական սպեկուլյացիա է։ Օրինակ պետքա դիտարկվել Լարսովը հացահատիկ էժան նստում բերելը, թե այս ճանապարհով։ Այսինքն մաքսատուրքերը ինչպիսին են, ինչա շահելու կամ կորցնելու Հայաստանը։ Սա մաքուր տնտեսական հարց է, որը գլոբալ առումով ապաշրջափակման հետ գրեթե կապ չունի, որտեղ դուք շատ լավ գիտեք, որ օրինակ ղազախական հացահատիկը եկել է Ակտաուից ադրբեջանական երկաթուղով գնացել է Վրաստան, վրացական երկաթուղով մտել է Հայաստան։ Ռուսական հացահատիկը Դաղստանով եկել է
երկաթուղով էլի կապվել է վրացական երկաթուղու հետ Ադրբեջանի տարածքով եւ հայտնվել է Հայաստանում։ Այսինքն որևէ դեպքում ուղիղ հաղորդակցություն չկա, մենք ուղիղ երկաթգիծ էլ չունենք, դրանք ոչնչացված են, գիտեք, անմխիթար չգոյացված վիճակում են գտնվում, այսինքն այստեղ իշխանության այն նարատիվը, որ տեսեք Ադրբեջան Հայաստանը ապաշրջափակում է, նման բան չկա, ընդամենը մի համեստ քայլ է արել Ալիևը, ռուսների շահը այստեղ հասկանալի է, փորձում են տարածաշրջանում վերահսկողության լծակ ստեղծել, Ադրբեջանն էլ շահում է, որովհետև միջազգային հանրության աչքերում բարենպաստ իմիջ է ստեղծում, կառուցողական, դա դեռ հասկանալի չի ինչի համար է արվում, արդյոք սա տեղավորվում է Փաշինյանի տրվելիք նախընտրական բոնուսների տրամաբանության մեջ, թե օրինակ այլ բան կարող ենք ենթադրել, որ ասենք Ալիևը նման դրական քայլերով փորձում է Հայաստանի ժողովրդի մոտ դրական սպասումների պատրանք ստեղծել, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա մարսել Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական պարամետրերով բացումը։ Մենք չգիտենք մոտիվները։ Մեր իշխանությունը այնպիսի տպավորություն է ստեղծել, իբր մեր հասարակությունը սովից խելագարվում էր, մենք հաշ չունեինք ուտելու, որևէ այլ ճանապարհով այդ հացահատիկը չէր մտնում Հայաստան։ Բարի Ադրբեջանը ճանապարհ տվեց, որպեսզի մենք սովի մեջ չհայտնվենք։ Առավել անամոթություն է, երբ որ նրանք այս պատմությունը փորձում են համեմատել 90-ականների մի դրվագի հետ, երբ իսկապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ իր պաշարները սպառելու շեմին կանգնած Հայաստանը հացահատիկի խմբաքանակ էր ստացել Թուրքիայի ճանապարհով։ Համեմատությունը նույնիսկ անամոթություն է, որովհետև այդ փուլում մենք պատերազմ ենք հաղթում եւ սկզբունքայնության դիրքերից ենք հանդես գալիս։ Հիմա փորձում ենք Ադրբեջանին ներկայացնել որպես մեր փրկության դուռ։ Համենայն դեպս ես այստեղ չափավոր դրական կհամարեմ այս տարանցման արգելքի որոշումը, որովհետև տնտեսագետ չեմ եւ երեք էլ մի քանի տնտեսագետ ընկեր գործընկերների հետ եմ զրուցել, հասկացել եմ, որ ադրբեջանական ճանապարհով հացահատիկի ներմուծումը առանձնապես գնային շուկայի վրա չի ազդելու, իսկ մեր հասարակությունը նույնիսկ այդ բոնուսը նույնիսկ մեր հասարակության գրպաններին դրական իմաստով չի դիպչելու, հետևաբար սա նույնիսկ տնտեսական առումով հաշվարկ չունի մաքուր պրոպագանդիստական քայլ է եւ առավել եւս այն որ այս ապրանքը այսպես կոչված էլի վաճառվում է մեր հասարակության վրա իշխանության կողմից նման հետևողական ձևով հիմք է տալիս ենթադրելու որ իշխանությունները սա անում են բացառապես երկու նպատակով իրենց ընտրական համատեքստ են փորձում ավելի բարենպաստ դարձնել եւ երկրորդը հավանաբար էլ ինչ-որ զիջում են նախապատրաստում Ադրբեջանին, իսկ դրանից առաջ պիտի բարի հումանիստական Ադրբեջանի իմիջ ստեղծեն։ Պարոն Սուրենյան, ես կուզենայի խոսենք նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ոդիսականի մասին։ Քննիչը մի քանի օր առաջ ասաց, որ այնտեղ չկա կաշառքի հետ, չի հաստատվել այդ փաստը։ Այդ դեպքում ինչու է միջև օրս պարոն Ղուկասյան։ Չէ, այնտեղ ավելի խայտարակ բան կա, պարոն Ղուկասյան։ Հələ այդ կաշառքը կհաստատվի, թե չի հաստատվի, թերևս բոլորս ուշադիր կսպասենք դատաքննությանը, հա։ Այո։ Իմ համար մի բան, երկու բան հակնհայտ է, որ այս դեպքում սովետական ստալինյան հատ հորի մեթոդ կար, մարդուն գտնենք մեղադրանք միշտ կգտնվի, հա։ Իսկ մարդը հենց ստանձնել է պաշտոնը, որոշել են բոլոր ծավալի հետախուզական գործողությունները նրա դեմ կիրառեն, մի բան գտնելու, մի բան բստրելու ակնհայտ միտումով եւ ի վերջո ինչ-որ մի բան սարքել են, բայց հիմա այլ խնդիր կա, տեսեք, եթե մարդու նկատմամբ ընտրվում է խափանման միջոց կալանքը, այլ խափանման միջոց կիրառելու իրավունք չունեն, որտեղ կալանք ամենախիստ խափանման միջոցն է։ Բայց Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկու խափանման միջոց են կիրառել։
Մեկը դե հիմա փաստացին անազատության մեջ է, բայց նաև տվել են լիազորությունների դադարեցում որպես համայնքապետ։ Լիազորությունների դադարեցումը արդեն այլընտրանքային խափանման միջոց է, այսինքն դա կիրառում են այն դեպքում, երբ որ մարդը իր պաշտոնը կատարել չի կարող։ Հետևաբար, այս երկու իրար հակասական քննիչի երկու հակասական որոշումների համատեքստում կարող ենք արձանագրել, որ Ղուկասյանը այս պահին ապօրինաբար է պահվում բանտում։ Համենայն դեպս քննիչի իրար հակասող երկու փաստաթղթերը դրա խոսուն ապացույցն են։ Ինչքան էլ հետգրության կարգով իշխանությունները փորձեն այս ակնհայտ իրավական այլանդակությունը սրբագրել, միևնույնն է, սա մնալու է որպես մեր արդարադատության խայտարակության դրսևորումներից մեկը, բայց պարոն Ղուկասյան, որ քաղաքալանավորի հարցում տենց չի։ Ասենք որևէ բանական մարդ կարող է բացատրել, ինչի համար է բանտում Միքայել Աչապայան, մեր arczepiskopos-ը, ինչի համար է բանտում Սամվել Կարապետյանը, ինչի համար է բանտում Բագրատ Սրբազանը, ինչու Հայաստանի իշխանությունը ամեն ինչ արեց, որ խնդիրներ ստեղծի Վարդան Ղուկասյանի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այո, դոկուսակցության պատվավոր նախագահ։ Բոլոր դեպքերում իր քաղաքական ընդդիմախոսների եւ օպոնենտների հետ այն մարդկանց նկատմամբ, որոնցից իշխանությունը վախենում է, նրանց նկատմամբ կիրառում է ապօրինությունների մի ամբողջ համակարգ։ Եվ ուզում եմ վերջին հարցը ձեզ տալ, պարոն Ջուրենյանց։ Տեսեք, Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ռուսաստանի Դաշնության նրա գործընկերը Շոյգուն։ Այստեղ ինչ հետաքրքիր զարգացումների կարող են ականատես լինել։ Գիտեք, ընտրություններից առաջ իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ կանխատեսելի հարաբերություններ ունենալ, որպեսզի իրեն ապահովագրի այս փուլում ռիսկերից, դեպ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի կտրուկ քայլը կարող է առանց այն էլ բարդ վիճակը Նիկոլ Փաշինյանի մղձավանջային դարձնել։ Սա մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանը ներքուստ լավ գիտի, որ արևմուտքից որևէ երաշխիք էլ մենք չենք ստանում եւ փորձում է այնուամենայնիվ նոմինալ մակարդակով Ռուսաստանի հետ կապերը պահպանել։ Երրորդը, ինչպես նախորդիվ N-News հարցին պատասխանելուց ձեր ես նկատեցի այս հացահատիկային կամպանիան կամ Ադրբեջանում հայկական բեռների համար տարանցման խոչընդոտների վերացումը ռուսական նախաձեռնություն է եւ Հայաստանի իշխանությունը թեևս այս նախաձեռնությամբ ողջևորված փորձում է ելի ինչ-որ նախընտրական բոնուսներ այդ ուղղությամբ ստանա եւ վերջապես ռուսական քաղաքականության որոշակի ակտիվացում եմ նկատում մեր տարածաշրջանում, տեսեք, մեկը ասեցինք այդ հացահատիկային գործարքներ, մյուսը երեք Շոյգուն հենց Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո խոսում էր, որ Թրիփը կամ Զանգեզուրի Միջանցքը ասաց, որ այդ Միջանցքին էկզոտիկ անուն են գտել, Թրիփ ու ճիշտ էլ ասեց, հակասության մեջ չի հյուսիս-հարավ ճանապարհի հետ, դա նշանակում է, որ ռուսները կամ Թրիփի գործարկմանը չեն հավատում եւ իրենք որոշել են էլի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը իրենց ձեռքը վերցնեն, կամ էլ մի բան էլ չբացառենք, թեւս փուլում դա քիչ հավանական է, որ ռուս-ամերիկյան բարձր մակարդակի ինչ-որ համաձայնություններ կան, որը ենթադրում է, որ նրանց պրոյեկտները այստեղ կարող են հակադրության մեջ չմտնել։ Հիմա ժամանակը ցույց կտա երկու վարկածներից, որն է ճիշտ, բայց Արմեն Գրիգորյանը Շոյգուի հետ կհանդիպի, Մեհր Գրիգորյանը Օվերչուկի հետ կհանդիպի, Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնի Պուտինի հետ հանդիպելու, սա փուլ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցույց տալ մեր հասարակությանը, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ու բոլոր լիդերների հետ ինքը գործընկերային հարաբերություններ ունի։ Իհարկե մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի
ավերիչ քաղաքականությունը մեզ բերել է մի վիճակի, որ Հայաստանը 0 դաշնակից ունի, մենք մեր ավանդական դաշնակցից կամ դաշնակիցներից զրկվել ենք, նոր դաշնակիցներ ձեռք չենք բերել, այսպիսի վիճակ է մեր մոտ իրականության մեջ, բայց Նիկոլ Փաշինյանը շատ փորձառու մանիպուլյատոր է եւ նախընտրական այս փուլում փորձելու է առավելագույն դիվիդենդներ շահել, նաեւ դրա մեջ դիտարկեք Արմեն Գրիգորյանի պես մեկի Մոսկվա մեկնելն ու Շոյգուի հետ հանդիպումը, որտեղ գիտեք, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանության ամենահակառուսական գործիչներից մեկն է։ Այո, եւ պիտի ասել, որ ես երբ այդ մասին տեղեկացա, մի փոքր զարմացած եմ, որովհետեւ 3 տարուց ավելի նա ոչ Մոսկվա էր եղել, ոչ ամենահակառուսական հայտարարությունները նրա շուրթերից ընչած հակառուսական արտահայտություններից հետո հանկարծ գնալ Մոսկվա եւ փորձել բանակցել, մի տեսակ չի այսպես համապատասխանում մարդու նորմալ դատողությանը։ Ես պիտի ասեմ, որ առաջիկայում մեզ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասում։ Եվ ես կուզենայի, որ դուք կապը փակ TV-ի հետ պահեք, որտեղ մենք ձեզ ընդունում ենք որպես իսկապես մեր լավագույն քաղաքագետներից մեկը, որպես եւ ուրախ եմ, որ մեր համագործակցությունը գնալով ավելի այսպես կայուն է դառնում։ Աստված առաջ, մեծ սիրով։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շերի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել ենք իսկապես մեր լավագույն քաղաքագետներից մեկին, Սուրեն Սուրենյանցին, սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։